Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները մեկնարկելու են հունիսի 19-ին, այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Դեյվիդ Դեվիսը։ Եվրամիության ղեկավարները եւս հույս ունեն, որ Մեծ Բրիտանիայում ծավալված հետընտրական զարգացումները եւ նոր կառավարության ձևավորումը չեն ազդի բանակցությունների ժամանակացույցի վրա։ Մեր կողմից բոլոր պատրաստություններն արդեն իսկ արվել են։ Եվրամիության նպատակն է այնպիսի երկխոսություն ծավալել Լոնդոնի հետ, որը կհանգեցնի հստակ արդյունքների։ Բանակցությունների մեկնարկն ըստ հաստատված ժամանակացույցի բխում է նաև Մեծ Բրիտանիայի շահերից, հայտարարում էր Եվրամիության ընդհարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։ Թբիլիսիի դատարանն այսօր ազատ է արձակել Բիրժա մաֆիա անունը կրող ռեփ խմբի անդամներին, որոնց ոստիկանությունը ձերբակալել էր 2 օր առաջ էքստազի տեսակի թմրանյութի տարածման մեղադրանքով։ Ռեփերների ձերբակալությունից անմիջապես հետո հազարավոր երիտասարդներ էին դուրս եկել Թբիլիսիի, Բաթումիի եւ Քութայիսի փողոցներ ոչ ոստիկանական պետությանը կարգախոսների ներքո։ Ռեփերների ձերբակալությունը քննադատել էր նաեւ իշխող վրացական երազանք կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդին ռեփեր Բերան։ Այսօր արդեն թմրանյութերի դեմ պայքարի ասպարեզում գործող ազգային օրենսդրությունն ազատականացնելու կոչով է հանդես եկել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Իրենք ռեփերները պնդում են, որ հարուցված գործը շինծու է, քանի որ ոստիկանությունը ցանկացել է վրեժխնդիր լինել խմբի վերջին տեսահոլովակի համար, որտեղ իրավապահներին նվաստացնող կադրեր կային։ Սիրիայի հյուսիսում գործող քրդական ուժերը շարունակում են հարձակումն Իսլամական պետություն խմբավորման վարչական կենտրոն համարվող Ռաքայի ուղղությամբ։ Այս ուղղությամբ հարձակումը սկիզբ առավ հունիսի 6-ին, հետախուզության տվյալներով այս պահին Ռաքան պաշտպանում են Իսլամական պետության 3-ից 4,000 զինյալներ։ Մարտական գործողությունների թեժացմանը զուգահեռ Ռաքայի նահանգի խաղաղ բնակչությունը սկսել է լքել իր տները։ Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կիրակի օրը Ֆրանսիայի բաց առաջնության Ռոլան Գարոս մրցաշարի եզրափակիչում հաղթեց շվեյցարացի Վավրինկային, իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 10-րդ անգամ տիրանալով համաշխարհային սպորտի ամենահեղինակավոր տիտղոսներից մեկին։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացա հերթական անգամ նվաճել Ռոլան Գարոսի գավաթն, այնինչ տեղի ունեցավ Փարիզում, կարծես հրաշք լիներ։ Ես մեծ բավականություն ստացա թե այս մրցաշարից եւ թե այն աջակցությունից, որ ինձ ցուցաբերում էին երկրպագուները, հայտարարում էր Նադալը։